Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Պարոն Մկրտչյան, երեկվանից կարծես թե ամեն ժամյա ռեժիմով փոփոխություններ, լուրեր ենք լսում եկեղեցու զարգացումների հետ կապված։ Նախ տեսակ, որ եպիսկոպոսները ըստ էության պահանջում են հեռացնել եկեղեցուց իրենց բարերով ասած սրբապիղծներին, խոսքը Աշակ Խաչատրյանի մասին է, դրան ընդդիմանում է կաթողիկոսը, ընդդիմանում են եպիսկոպոսները ու սկսվել է այս կարծես թե ներսից արդեն անհամաձայնություն կա, 3 վարչապետներ հանդիպում եպիսկոպոսների հետ, այսօր մայրաթոռում է ժողով եւ ընդհանուր առմամբ օղակը սեղմվում է կաթողիկոսի շուրջ կարծես թե, բայց մյուս կողմից մայրաթոռի էջին հետևելով տպավորություն է, որ ոչինչ էլ չի կատարվում, ոչ մի արտասովոր բան էլ չկա եւ բնականon նորմալ ինչ-որ գործընթաց է։ Դուք այս ամեն ինչին նայելով ինչ մեկնաբանություններ ունեք։ Իրականում ինձ համար անսպասելի չէր հոգեվորականության, ըմբոստության տեսանելիությունը, որովհետեւ այդ ըմբոստությունը եղել է, այդ ըմբոստությունը կար ու կա։ Այլ հարց, որ եպիսկոպոսած դասը եւ բարձրագույն հոգևոր դասը մեկուսացված է եղել, իզոլացված է եղել Կտրիչ Ներսիսյանի եւ նրա թայֆայի կողմից։ Եվ այս մարդիկ այլ հարց, որ ժամանակին հնարավորություն չեն ունեցել խոսելու։ Հիմա եկել է ժամանակը խոսելու, հիմա եկել է եկեղեցի ներսից ինքնամաքրելու, այդ ինքնամաքրման ճանապարհին ես վստահ եմ, որ վարչապետի կողքին հայտնված բարձր դասի հոգևորականներից որոշները եւս կհետևեն Կտրիչ Ներսիսյանին եւ իրենք էլ եկեղեցին ինքնամաքրելու ճանապարհին ուղղակի կազատեն իրենց ներկայությունից հայ առաքելական եկեղեցում իրենց ներկայությունից, որտեղ կներեք, այնտեղ կար Նավասարդ Կճոյան, այնտեղ կար այլ հոգևորական, ով ըստ օդում կախված լուրերի մեկ օֆշորներում է գումարներ դիզել, մեկը այստեղ արտահամուսնական կապով կուսակրոնության ուխտի խախտման արդյունքում զավակ ունի իմ կռիվը իբրև հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ վստահ եմ այդ հոգեվորականների կռիվը առաջին հերթին իբրև հետևորդ, հետո նոր հոգեվորական բնավ Կտրիչ Ներսիսյանին նոր Կտրիչ Ներսիսյանով փոխարինելը չի եւ ես շնորհակալ եմ եւ խոնարհվում եմ այդ հոգեվորականների առաջ, ովքեր առաջամարտիկի դերը իրենց ուսերին վերցրեցին եւ իրենք են սկսել այդ ինքնամաքրման process-ը։ Վերջնարդյունքում վստահաբար ես կարող եմ ասել այն հոգեվորականները, որոնց անվան շուրջ կան պատտվող տեղեկություններ կամ օդում կախված լուրեր, իրենք էլ կհետևեն այդ ճանապարհին ու իրենք ավելի շատ կհարգվեն ժողովրդի կողմից։ Իսկ դուք ամեն դեպքում համոզմունք ունեք, որ Գարեգին բան հեռանալու է, որովհետեւ Ինչ անելու։ Իսկ ինքը ճար ունի հեռանալու։ Իսկ ճար չունի մնալու։ Իհարկե չունի, Կտրիչ Ներսիսյանը մետաստազ է հայ առաքելական Սուրբ եկեղեցում, Կտրիչ Ներսիսյանը պղծության սիմվոլ է հայ առաքելական Սուրբ եկեղեցում եւ նա պետքա հեռացվի բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով ու ճանապարհներով։ Կտրիչ Ներսիսյանն ունի հաշված ժամեր, որոշումը կամովին, կամավոր կայացնելու։ Հակառակ պարագայում ինքը ստիպված է լինելու։ Իսկ ինչու, ինչպես է լինելու այդ, ինչպես են ստիպելու, այսպես ասած։ Հնարավոր բոլոր մեթոդներն ու գործիքակազմը կիրառելով, որովհետև մեր սրբության սրբոցը պղծության մեջ մեղադրվող մարդկանց ձեռքում է այս պահին։ Ու այդ մարդիկ կամայական որոշումներ են կայացնում այլ հոգևորականների նկատմամբ։ Օրինակ հոգևորական, որը հանդիպում է հանրապետության վարչապետի հետ, հայտնվում է Կտրիչ Ներսիսյանի եւ նրա թայֆայի ուղիղ նշանառության տակ ու սկսվում է գործընթաց նրանց փիլոնազրկելու կամ չգիտեմ կարգալույծ անելու։ Սա նորմալ չի։ Իսկ կաթողիկոսը իրականություն կարգալույծ եղած հոգևորականը Կտրիչ Ներսիսյանը քաղաքացի նույն ինքը իրավունք չունի որևէ մեկին կարգալույծ անելու, ինքը վաղուց կարգալույծ եղած է։ Այն պահին, երբ որ խախտեց կուսակրոնության ուխտը, զավթեց Գրիգոր Լուսավորչի գահը, ինքը այդ պահից սկսած կարգալույծ եղած է եւ իրավունք չունի որևէ մեկին կարգալույծ անելու։ Կտրիչ Ներսիսյանը բաղծության սիմվոլ է ուղղակի։ Ամեն դեպքում իրականությունից կտրված է ձեր բառերով ասած Կտրիչ Ես Ներսիսյանը, կարծում եմ Կտրիչ Ներսիսյանին ուղղակի թույլ չեն տալիս այդ որոշումը կայացնելու։ Ես կարծում եմ Կտրիչ Ներսիսյանը մի քանի անգամ իր գլխում, գուցե նաև թղթի վրա այդ որոշումը կայացրելու հանձնել է։ Գնալ ավելի ծանր է։ Որոշ ուժեր
ուղղակի թույլ չեն տալիս Կտրիչ Ներսիսյանին։ Ինչն է խանգարում։ Գնալը ծանր է լինելու Առնվազն ես կարծում եմ Ռուսաստանի Դաշնությունում հատուկ ծառայությունները նրա եղբորը կմորթեն ու կուտեն։ Իսկ Արշակ Սրբազանի հետ կապված ո՞րն է խնդիրը, որովհետև գիտեք, նաև Կոտայքի թեմի առաջնորդն էր հարցազրույց տվել եւ ասել, որ հենց այս ալիքը բարձրացավ այն ֆոնին, եւ որ երբ որ պարզվեց, որ այդ տեսանյութերի իսկությունը ճշմարտություն են այդ տեսանյութերում արտացոլված։ Դրանից հետո անգամ Գարեգին Բ-ն չի շտապել հեռացնել Արշակ Սրբազանին, ավելին ասել է մայրաթորը կկործանվի, եթե Արշակը հեռանա։ Հիմա ինչու՞մն է խնդիրը, այս կապը որտեղ է։ Սամվել Խաչատրյանը Կտրիչ Ներսիսյանի պարանոցն է, Կտրիչ Ներսիսյանի արյունատար գլխավոր երակն է, Կտրիչ Ներսիսյանի աջ ձեռքն է ու այդպես շարունակ։ Սամվել Խաչատրյանը կոմպրոմատային արքա է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, Սամվել Խաչատրյանը հայտնի է կոմպրոմատներով եկեղեցականների վրա ազդելու իր ունակությամբ, մնացած իր հմտություններին թույլ տվեք կոռեկտությունից ելնելով չանդրադառնալ։ Եվ պարոն Մկրտչյան, մեկ տարօրինակ բան էլ մամուլում դուք էլ նկատած կլինեք, որ ընդդիմադիր որոշ քաղաքական ուժեր, շրջանակներ, անհատներ, ովքեր մինչ այս ասում էին, որ վարչապետը, ով հարձակվել է իրենց բարերով ասած 1700-ամյա կառույցի վրա, այս պատերազմից պարտված է դուրս գալու։ Հիմա ճանապարհային քարտեզ են նշում, թե ինչպես պիտի հեռանա Գարեգին Բ-ն, ինչ ժամկետում, ինչ տարբերակներ կան։ Սա տարօրինակ չէ առնվազն։ Գիտեք, տարբեր շրջանակներ տարբեր մեղքերի մեջ մեղադրեցին ոչ միայն վարչապետին, այլ են առաջամարտիկներին, ովքեր որ Կտրիչ Ներսիսյանի հարցով ակտիվ էին այն ժամանակ, երբ որ շատերը իրենց փոքրիկ դիտանկյունից անգամ տեսակետ էին վախենում արտահայտել։ Շատերը թիրախավորվեցին, շատերին մեղադրեցին, որ հարձակում է եկեղեցու վրա, շատերին հակադարձեցին, ասեցին, դե բա դուք ինչ գործ ունեք աշխարհիկներդ, թույլ տվեք եկեղեցականները իրենք իրենց ներսում կորոշեն։ Ձեր ինչ գործն է Կտրիչը դուստր ունի, որդի ունի, թոռ ունի, չունի։ Վերջնարդյունքում եկեղեցականները եկել են այն մտքին, որ պետքա պղծության մեջ մեղադրվող Սամվել Խաչատրյանը հեռանա եւ Սամվել Խաչատրյանի վրա թևեր փռող Կտրիչ Ներսիսյանը եւս պետքա հեռանա։ Եկեղեցին ներսից հիմա ինքնամաքրվում է, որն է խնդիրն ու խնդրեմը։ Կար ժամանակ, որ այդ շրջանակներն ասում էին, թող եկեղեցին ներսից ինքնամաքրվի։ Հիմա եկեղեցականները ներսից process են նախաձեռնել, ինչու՞ է խնդիրը։ Մենք էլ իբրև հայ առաքելական եկեղեցու հետևորդներ պատրաստ ենք այդ սրբազանների կողքին կանգնելու եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածին ազատելու։ Որտեղ է խնդիրը։ Գիտեք, ինչ ասես տարածեցին մեր մասին, ինչ ասես։ Հիմա Կտրիչ Ներսիսյանի հրաժարականի տարբերակներն են քննարկում, Կտրիչ Ներսիսյանին խորհուրդներ են տալիս, բայց էլի Կտրիչ Ներսիսյանին պետքա ես անվճար խորհուրդ տամ, որքան հնարավոր է շուտ հաշված ժամերի ընթացքում ինքը թող իր հրաժարականը գրի, գնա, թորների հետ ապրի, կուսակցություն բացի, քաղաքականությամբ զբաղվի, չգիտեմ, բերթերում նստած իր ընկերներին բաներ տանի, օգնություններ տանի, սնունդ տանի, այդ է իր փեշագը, այդ է իր հնարավորությունը, եւ հանուն արդարության պետք է ասեմ, որ Կտրիչ Ներսիսյանը նաեւ շինարարական ոլորտում կարող է օգտակար լինել, ինքը բավականին ուժեղ շինարար է, եւ որոշ եկեղեցականներ, բարձրաստիճան եկեղեցականներ վերջերս շփման մասնավոր շփման ընթացքում իրենք կատակով նշում էին, որ Կտրիչ Ներսիսյանին ճանապարհելուց հետո Կտրիչ շինարար պետք է կնքել նրան, հատուկ ածական են նրա համար պատրաստում եւ նա պետքա կնքվի Կտրիչ շինարար ածականով ու պետքա այդպես գնա եկեղեցուց։ Քաղաքականության ուղիղ քաղաքականության մեջ մտնելու եւ նաեւ առաջադրվելու այդ առաջարկը բարբերաբար է հնչում այս տաղավարից, պարոն Մկրտչյան, բայց չեք մտածում, որ օրինակ կարող է հաջողել, որովհետեւ նման առաջարկներ լսել են Գալստանյանի մասին, այլ մտնել քաղաքականություն իր դեմքով եւ հաջողել, որովհետեւ վերջին շրջանում շատ տեն խո։ Որ դեմքով, Կտրիչ Ներսիսյանական դեմքով ինքը կարող է մտնել քաղաքականություն եւ քաղաքական process-ների մասնակից լինել։ Ինչքանով վստահություն կառաջացնի ժողովրդի շրջանում, գիտեք, այսօր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բակը դատարկ էր ամբողջությամբ։ Սա ցավալի է իրականում։ Սա ցավալի է իրականում, որովհետև չկա գեթ մի մարդ, ով
Կտրիչ Ներսիսյանին ի սրտե պաշտպանի։ Բոլորն էլ, անգամ իր պաշտպանները, որ այսօր Մայրաթորի բակում 1-2 հոգով, մի քանի հոգով պտտվում են, անգամ նրա շրջապատը, մերձավոր ազգականները, հոգու խորքում հասկանում են, որ չի կարելի դեմ գնալ եկեղեցու կարգին։ Չի կարելի ուղակի Գրիգոր Լուսավորչի գահը զավթած պահել։ Չի կարելի պետության դեմ, պետության մեջ պետություն խաղալ ու փորձել պետության անկախության ու ինքնիշխանության գլխին դամոկլյան սրեր ճոճել։ Չի կարելի, չի կարող հոգևորական ուղակի քաղաքականությամբ զբաղվել։ Բոլորն էլ հասկանում են։ Անկամ Կտրիչ Ներսիսյանն է իր հոգու խորքում հասկանում, բայց ես կրկնում եմ, Կտրիչ Ներսիսյանը այստեղ վերջին շրջանում գոնե թե Կտրիչ Ներսիսյանի մեղավորությունը այս մասով շատ քիչ է, որովհետև Կտրիչ Ներսիսյանը դրսից ենթարկվում է շատ կոշտ ճնշումների։ Կալանավայրից նաև մարդիկ կան, որ իրար հերթ չտալով ամեն դեպքում նամակներ են գրում, կոչեր են գրում, ժողովրդին հորդորում են ոտքի կանգնել եւ փրկել։ Օրինակ Դավիթ Համբարձումյանը ՀԿ-ի վարչապետի տեխնացու ասում է, որ հասեք, փրկեք մեր արժեքները, եկեղեցին։ Իսկ մեր արժեքների մեջ ինչն է կավատությունը մտնում է։ Մեր արժեքների մեջ ապօրինի թմրաշրջանառությունը մտնում է։ Ամեն դեպքում չեն հանձնում։ Կախված հարցեր եմ ես բարձրացնում։ Մեր արժեքների մեջ նա մտնում է, թե չի մտնում։ Պարոն Մկրտչյան, բայց ամեն դեպքում այս ուժերը, անհատները, այդ թվում նաև մեր ձևով Սամվել Կարապետյանը, որոնք կարծես թե եկել էին այդ օրակարգով, որ եկեղեցին պիտի փրկեն, պաշտպանեն։ Դրանից հետո ինչ քաղաքական օրակարգ են ձևավորելու։ Ես չգիտեմ։ Եկեղեցին վերջին բաստիոնն էր 5-րդ Շարասյան, որտեղ դիրքավորվել ու խրամատավորվել էին որոշ հոգևորականներ եւ որոշ ճակերտավոր վայ քաղաքական գործիչներ, հնարովի քաղաքական գործիչներ, ջերմոցային պայմաններում աճեցրած քաղաքական գործիչների, եթե կուզեք, Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների պատվալներում աճացրած քաղաքական գործիչներ մտածում էին, որ եկեղեցին հենարանա, եկեղեցու շուրջ կարելի է խրամատ փորել ու այդտեղից Հայաստանի Հանրապետության դեմ կռիվ տալ։ Դավիթ Համբարձումյանը պետության համը մնաց իրանց բերանը, թե ոչ։ Համով է։ Էլի օթում կախված հարց է կարծում եմ, պարոն Մկրտչյան։ Օթում կախված հարց։ Ամեն դեպքում Դավիթ Համբարձումյանը նաև էլի խոսում է այն մասին, որ այս չար իշխանություններին, դավաճան թրքասեր իշխանություններին պիտի հեռացնել։ Պարոն Մկրտչյան, տեսեք, քաղաքական դաշտում կարծես թե խնդիր կա, որ ծրագրերի եւ գաղափարների շուրջ որևէ բանավեճ չկա եւ ընդդիմության հիմնական այսպես նպատակը կամ հիմնական գործը Նիկոլ Փաշինյանի հետ ստվերի հետ կռվելն է ու Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ամենատարբեր առաջարկներն է։ Դա կլինի ազգային արժեքների պաշտպանության, եկեղեցին փրկելու կոչերի ներքո, բայց ամեն դեպքում, եթե քաղաքական դիսկուսի տեսանկյունից նայենք, կա այստեղ քաղաքական դիսկուս, քաղաքական միտք, քաղաքական պայքար, ծրագրերի պայքար, գաղափարների պայքար։ Չկա ասելիք, չկա տեսլական, չկա ծրագիր, եթե կա էլ ծրագիր, դա Հայաստանի Հանրապետության հետ բացարձակ կապ չունի։ Դրա համար այս մարդիկ մտնում են անձնական դաշտ, անձնական տիրույթ, մարդկանց վիրավորում, հայհոյում, փորձում են այդ դաշտում քննարկումներ ծավալել, փորձում են անվանարկել, փորձում են խաղաղության օրակարգին հակադրել, բայց ինչ հակադրել իրենք էլ չգիտեն ինչ հակադրել։ Որն է այդ արժանապատվությունը։ Կներեք էլի ինչ արժանապատվություն։ Արժանապատիվ հազարավոր տղաների դրին հողը։ Այս որոշ հոգևորականների գործն էլ է այս եղել։ Տարիներ շարունակ քաղաքական իշխանության բաց թողումների վրա աչք են փակել մարտի 1-ին Երևանում մարդկանց գնդակահարելու վրա, աչք են փակել ապրիլի 12-ին մարդկանց փողոցներում ծեծելու վրա, աչք են փակել իշխանությունը ուզուրպացնելու վրա։ Դրանով իրենք ինչ են, իրենց դերը ո՞րն է եղել։ Իսկ ո՞րն է եղել։ Զոհվեց անուն հայրենիքի, մուխը ձեզ, փողը մեզ։ Այսինքն միան նյութական շահը։ Դե կներեք էլի, եթե նյութական շահը չի ինչի, օրինակ ներողություն Նիկոլ Փաշինյանի կամ պայմանական Պետրոս Պետրոսյանի նկարը կախված չի Մայրաթորում, այլ կախված է օրինակ Սամվել Կարապետյանի նկարը։ Դե բարերար է մեծ նվիրատվություն արել Մայրաթորում։ Հետո թող սրբադասեն, այդպես լավ չի։ Սուրբ Սամվել թող կնքեն։ Ինչի Կտրիչ Ներսիսյանը որևէ այսպես միջին վիճակագրական հայի ուղությամբ նայել,
իրենց հայտարարությունները նայեք իրենց հայտարարությունները։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բակը, ես իբրև վաղարշաբաթի, իբրև էջմիածնեցի եմ ասում, երեկոյան ժամը 7-ից 8-ից հետո փակ է բոլորի համար։ Բացվում է ձևավորների առաջ կամ անձևների, բացվում է քոչարյանականների առաջ եւ հոտը բաժանել են քաղաքական, այսպես ըստ քաղաքական նախասիրությունների մարդկանց։ Մայրաթորի էջում էլ բարբերաբար շատ տարօրինակ հայտարարություններ են հայտնում, պարոն Մկրտչյան։ Տեսեք, վերջին օրերին Ում ձեռքում է այդ էջը, օրինակ, էլի օդում կախված հարց, ում ձեռքում է։ հետաքրքիր է, Հայաստանում է այդ էջը առհասարակ, դրա կուրատորը Հայաստանի Հանրապետությունում է, թե ասենք Լյուբյանկային ակուղում։ Չգիտեմ։ Շատ հետաքրքիր է, որ Սամվել Կարապետյանի կալանավորման մասին լուրը շատ արագ կեսգիշերին հայտնվեց Մայրաթորի էջում, տեղ գտավ։ Հիմա 3 օր է այս խմորումները կան, եպիսկոպոսների այս նամակները, որ մամուլում են հայտնում, եւ ոչ մի պարզաբանում, երեկ էլ Արշակ Խաչատրյանը նաեւ լրատվականներից եւ լրագրողներից մեկին ասաց, որ այդ իմաստով որևէ ինֆորմացիա չունեն, Մայրաթորում որևէ բան չի կատարվում։ Հիմա այս կտրվածությունն եմ ուզում նաեւ հասկանալ։ Ես դրա համար եմ ասում, Կտրիչ Ներսյանը թող վերադառնա իրականություն, կայացնի այդ որոշումը տղամարդկայնորեն, տղամարդու պես ստորագրի իր հրաժարականի տեքստը ու ազատի մեզ իր ներկայությունից։ Ես վստահ եմ, որ Կտրիչ Ներսյանին թույլ չեն տալիս թե ներսից եւ թե առավելապես դրսից, բայց ինքը թող ունենա այդ համարձակությունը, գրի ու հեռանա։ Ջայլամային քաղաքականությունը ոչ մի բան, ոչ մի լավ տեղ չի տանելու։ Ոչ մի լավ տեղ։ Մեր սրբության սրբոցը բացության մեջ մեղադրվող մարդկանց ձեռքին է ու այդ ճանապարհին մենք կանգ չենք առնելու իբրև հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ու իրանք պետքա հեռանան ուզեն չուզեն հելնեն վերև իջնեն ներքև Կտրիչ Ներսյանն ու իր թափառախումբը պետքա հեռանա այն շրջանակը որը որ մինչև այս պահը Կտրիչ Ներսյանա պահում նյութական ինչ շահագրգռվածություններից կամ գուցե կոմպրոմատների տակ կքած լինելով պայմանավորված Իսկ վաղաշաբաթի ընտրությունները ինչի մասին էին, պարոն Մկրտչյան, որովհետև գիտեք վարչապետի նաև այն արձանագրումը, որ ըստ էության քաղաքացիական պայմանագրի հաղթանակը նաև այն մասին է, որ ժողովուրդը նաև կողմ է այդ օրակարգին, այսինքն նկատի ունեմ Վեհարանը ազատելու օրակարգին եւ Վեհարանը վեհին վերադարձնել օրակարգին։ Ես չգիտեմ քաղաքացիական պայմանագրի ընտրողները իրենց մտքում ունեցել են դա թե ոչ, բայց իմ 1200 ներողություն 41 ընտրողը վստահաբար քվե է տվել, որ Կտրիչ Ներսյանը լքի Վեհարանը, որովհետև իմ քարոզարշավի ընթացքում Կտրիչ Ներսյանի հարցը, առհասարակ եկեղեցապատկան հողատարածքների հարցը եղել է առաջնային պլանում եւ ես ի տարբերություն այլ տեխնացուների չեմ վախեցել դրա շուրջ տեսակետ արտահայտել, որովհետև ես իմ սկզբունքներին չեմ դավաճանում։ Իսկ այ ժողովուրդն ինչ կա, վստահաբար ես կարող եմ ասել, որ անգամ բանավեճերի ընթացքում ես ինչու էի քաղաքացիական պայմանագրի տեխնացուին անընդհատ փորձում այնպես անել, որ ինքն էլ մտնի այդ դաշտ, ինքն էլ Կտրիչ Ներսյանի վերաբերյալ տեսակետ արտահայտի, որովհետև ես վստահ եմ, որ վաղաշաբաթ խոշորացված համայնքում եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ ունեն լուր կոնսենսուս Կտրիչ Ներսյանի հեռանալու հետ կապված։ Պարոն Մկրտչյան, ու Կտրիչ Ներսյանի հեռանալը բոլորի նպատակն է։ Անկախ նրանից նրանք ակտիվ են, խոսում են, չեն խոսում, հակառակ են խոսում փողոցում, բայց տանը իրենց սեղանի շուրջ, իրենց ընտանիքի անդամների հետ քննարկումներում Կտրիչ Ներսյանին ոսկեղենիկ հայերենով են հիշում։ Կոնսենսուս կա հանրության մեջ։ Եվ ես դրա համար էլ որ ուզում եի քաղաքացիական պայմանագրի տեխնացուն այդ հարցը դրոշակ դարձնի առանց վախենալու։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանի գրպանային տեխնացուները վաղարշաբաթի եկեղեցու պաշտպանության դիրքերից էին հանդես գալիս։ Այ եկեղեցին պաշտպանել ինչու քաղաքացիական պայմանագրի տեխնացուն չմտավ այդ խոսակցությունների դաշտ։ Օրինակ վարչապետը այդ հարց տվել է իրեն։ Ինքն իրեն։ Հանուն արդարության, էլի, որովհետև վաղարշաբաթում եթե կար մեկը, որ Կտրիչ Ներսյանի հեռանալու օրակարգը սպասարկում էր եւ առաջ էր տանում, դա ես եմ եղել։
իբրև տեխնացու։ Իսկ ինչի մասին էր վաղարշապատի ընտրությունները։ Վաղարշապատի ընտրությունները սովորական տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին, որտեղ աշխատեց խնամի ծանոթ բարեկամը, աշխատեց յուրաքանչյուր թիմ ընտրությունների ժամանակ սպეციფիկ այդ երանգներն ու գծերը եւ իմ ձայները մաքսիմալ անկեղծ էին, մաքսիմալ թափանցիկ էին, մաքսիմալ զուլալ էին, մաքսիմալ քիչ փողով պարուրված էին։ Ի տարբերություն որոշ տեխնացուների ես վաղարշապատում ընդամենը մեկ նախընտրական շտաբ եմ ունեցել։ Ի տարբերություն մյուս տեխնացուների ես վաղարշապատի ընտրություններից առաջ 3 անգամ պաշտոնապես հերքել եմ իմ մասնակցությունը վաղարշապատի ընտրություններին։ 3 անգամ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը անձնապես խնդրել է ինձ մասնակցել ընտրություններին վաղարշապատում, որպեսզի Գյումրի 2 թույլ չտանք։ Ի վերջո ես կայացրել եմ այդ որոշումը, ի վերջո դուք ինքներդ էլ եկել եք վաղարշապատ, լուսաբանել եք, տեսել եք իմ զրույցները քաղաքացիների հետ։ Մարդկանց աչքերը բացել է։ Եվ հստակ ներկայացրել է, կան քոչարյանական տեխնացուներ, մի քանի, եւ վաղարշապատից ուզում են Գյումրի 2 կերտել ու դա պետք չի թույլ տալ, կա իշխանական տեխնացու եւ կամ ես իբրև այլընտրանք։ Ընդամենը 1241 քաղաքացի իմ մեջ այլընտրանք տեսավ, ինչ պատճառներից ելնելով քվեջ տվեց, բոլորի տեսակետները, բոլորի մտահոգությունները ես հաշվի եմ առնում եւ դրանից բխող իմ գործողությունները հետագա կլինեն։ Ուղղակի մի փոքրիկ նկատառում, վաղարշապատում ես ունեի իրավունք սխալվելու, բայց համապետական մասշտաբում ես ուղղակի այդ իրավունքը չունեմ սխալվելու։ Իսկ ես 2026 թվականի ընտրություններին միանշանակ առաջադրվելու եմ։ Որ քաղաքական ուժի հետ կներեք, բայց այս բանին թույլ տվեք չհանրայնացնել, որովհետեւ որոշում չունեմ։ Հստակ վերջնական որոշում չունեմ։ Պարոն Մկրտչյան, քանից ասացիք, որ դուք առաջադրվել եք որպես այլընտրանքային ուժ, այլընտրանքային տեխնացու, ինչու չկա նաև որոշակի զանգվածի մոտ եւ նաև հասարակության մեծ մասի մոտ այդ այլընտրանքի ընկալում, այսինքն ավելի շատ այսպես միշտ բևեռացված է, որովհետեւ ցավոք սրտի այդ բևեռացման դեմ անզոր ենք պայքարել անձերով, անհատներով, անհնարին է դա։ Դրա դեմ պետք է պայքարել հանրային գիտակցության բարձրացմամբ, ժողովրդին կրթելով, ժողովրդին բացատրելով եւ վերջո քաղաքական համակարգն ու քաղաքական դաշտը կայացնելով։ Իսկ դա տարիների աշխատանք է։ Իսկ որոշ քաղաքական ուժերի եւ քաղաքական դեմքերի ուղղակի մի բան կարող եմ ասել, ՔՊ-ից ավելի ՔՊ լինելու ամենակարճ ճանապարհը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը անդամակցելն է։ Տիկնայք եւ պարոնայք, անդամակցեք։ Համագործակցեք։ Եթե վերադառնանք քաղաքական մի քանի հարցերի, պարոն Մկրտչյան, վերջին շրջանում գիտեք, ամենաշատը խոսվում է այն մասին, որ Հայաստանում քաղբանտարկյալների թիվը ինչպես են տասնյակներով պատիկներով աճում է ըստ ընդդիմության, օրերս էլ լսումներ էին կազմակերպել այդ առումով եւ նաեւ Իշխան Սաղաթելյանը հենց այդ լսումների ժամանակ էլ հայտարարեց, որ դիմադրության ճակատ են ձևավորելու։ Պարոն Մկրտչյան, ինչ է կարծում, որն է խնդիրը, որ մենք 21 թվականից հետո տեսել ենք բազմաթիվ ճակատներ, շարժումներ, որոնք ձախողել են, բայց կարծես թե անկոտրում են, չեն հանձնվում։ Որտեղ է խնդիրը, որ դաշ չեն քաղում իրենց սխալներից, թե քանի անգամ պիտի փոս ընկնեն, որ այսպես ասած այդ դասերը սովորեն։ Ինչու՞ն է խնդիրը։ Դաշնակցությունը դեռ ասում է, որ 26 թվականին ընդառաջ իրենք այդ նոր դիմադրության ճակատով փորձելու են միավորվել եւ հաղթել այս իրենց բառերով ասած ճանապարհել այս դավաճան իշխանությանը։ Դուք այդ հեռանկարը տեսնում եք։ Դուք լուրջ մտածում եք, ես հիմա պետք է Իշխան Սաղաթելյանին մեկնաբանեմ իր ճակատներով։ Քանի ճակատ ունի Իշխան Սաղաթելյանի քաղաքական ուժը կարելի է իմանալ։ Այդ ճակատներին ինչա գրված։ Քանի ճակատ ունի։ Լեռնային Ղարաբաղում ունեին ճակատ, որ Լեռնային Ղարաբաղը լուծարեցին։ Հայաստանում են տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ ունեցել ճակատներ, որ տեսել ենք ինչ են բերել։ Հիմա ունեն ճակատներ, որ բերթերում լցված են։ Այդ ինչ ճակատի մասին է խոսքը, ավելի ժողովուրդ։ Իշխան Սաղաթելյանի եւ առհասարակ դաշնակների համոզված այս ձգտումները, որ պետք է իրանք հասնեն իշխանափոխության, ուղղակի անլուրջ է։ Անլուրջ է սրա մասին անգամ խոսել։
Հա, հասկանալի է, որ փորձ է կատարվում քաղաքական հոսանքների վրա լող տալ մինչև 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունները, որպեսզի իրենց շափաբաժինը սերմնացու գողացող մկան նման վերցնեն ժողովրդից ու սողոսկեն ազգային ժողով։ Հասկանալի է նպատակը, թե ինչի է արվում։ Բայց քաղբանտարկյալներ, երբ որ իրենք ասում են Հայաստանում կան քաղբանտարկյալներ, կներեք Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Ուղղակի չկան։ Մարդ, որ ըստ քննչական կոմիտեի եւ իրավապահ համակարգի տարածած հաղորդագրությունների պատրաստվում էր պատերի տակ մարդկանց գյուլել, քեշով այդ մարդկանց դիակն առնել, ընտանիքի անդամներին փողը տալ, գալ իշխանության, մարդկանց ողջ ավտոբուսների մեջ այրել։ Լուրջ քաղբանտարկյալ են կամ ով է նախ պիտի քաղաքական միտք արտահայտեն։ Նրանց նկարտումը եղել է քաղաքական իշխանության զավթումը, քաղաքական իշխանության առանձին դեպքերի ֆիզիկական ոչնչացումը։ Գոնե թե դրա մասին խոսել են իրենց ներքին քննարկումների ժամանակ։ Եթե սա հանենք, սրանից դուրս քաղաքական ոչինչ չկա, ապա քաղաքական է։ Այսինքն 135-ամյա կուսակցությունը ձեր խոսքերից ճիշտ հասկացա, գաղափարական հենք չունի, օրակարգ չունի եւ դրա համար հիմա փորձում է շահարկել քաղբանտարկյալների, իբրև թե քաղբանտարկյալների թեման։ Կոնյակի հինը շատ լավն է։ Այլ ասացվածքներ էլ կան, որ չեմ ցիտի, բայց դաշնակցության հինը մի տեսակ գանգրենայի է վերածվել ու սկսել է նեղման process իրանց մոտ առաջանալ։ Առհասարակ դաշնակներին ես միշտ բաժանել եմ Սփյուռքում ապրող դաշնակցականներ, որոնք տոգորված են Արևմտյան Հայաստանի ցեղասպանության վրեժի եւ այլ նպատակներով, եւ կա ներ հայաստանյան դաշնակցություն, որը զբաղված է քաղաքական ժուլիկությամբ։ Տարիներ շարունակ իրենք քաղաքական ժուլիկությամբ են զբաղվել։ Բոլոր իշխանությունների, բոլոր նախագահների, բոլոր ղեկավարների օրոք իրենք իշխանության մեջ իրենց փոքրիկ տեղն են ունեցել։ Այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի հեղափոխությունից հետո դաշնակցությունը սահուն տեղավորվեց նաև Նիկոլ Փաշինյանի գրպանում կամ Եվ անդրադառնանք նաև Արման Թաթոյանին, մարդու իրավունքների նախկին պաշտպանին։ Արման Թաթոյանը հայտարարում է, որ եթե պաշտոնաթող նախագահներն ուզում են, որ 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը պարտվի, իրենք պիտի պարզապես ընտրապայքարի մեջ չմտնեն։ Նախ դուք այս տեսակետի Բան չի ասում իրականում Արման Թաթոյանը, բայց ինքն էլ պետք է ասի պաշտոնաթող նախագահներից քանիսի հետ ինչ աստիճանի կապով է ինքը կապված։ Օրինակ Սերժ Սարգսյանի հետ ինքը կապված է, թե ոչ։ Օդում կախված լուրերի համաձայն ինքը Սերժ Սարգսյանի գրպանային տեխնացուն է։ Եթե ոչ անդրգրպանային։ Բա ինչ խաղեր են տալիս այս պարագայում։ Դե ժողովրդի մոլորեցնում են։ Պուպուշ դեմքեր են ներգրավում, փորձում են իրենք լողակաջերով լողանալ եւ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի քաղաքական այդ բիծը իրանց վրայից մաքրել, մոլորեցնել, Գյումրի 2-ի սցենարը այլևս համապետական մակարդակում կիրառել։ Սա է նպատակը։ Իսկ հայտարարությունը, որ նախկին նախագահները չմասնակցեն, ամենաշատը երևի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դա կողջունեն, որովհետև բնական զզվանք են ապրում Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան զույգին ամեն անգամ ընտրությունից ընտրություն տեսնելով, կամ ամեն անգամ նրանց հայտարարությունները լսելով։ Բնական զզվանք են ապրում մարդիկ։ Գոնե այդ մի բանով օգնած կլինեն մեր հանրությանը։ Իսկ Արման Թաթոյանը ավելի լավ է բացատրի ինքում գրպանային տեխնացունը։ Եվ ամեն դեպքում շատ է խոսվում, պարոն Մկրտչյան, դուք էլ գիտեք, Գյումրու ընտրություններից հետո պարբերաբար խոսվեց Գյումրու սցենարի մասին, Վաղաշապատի ընտրություններից հետո քիչ չէին հայտարարությունները, որ սա պետք է պրոյեկտել նաև համապետական ընտրությունների վրա։ Հիմա 2026 թվականին ենք մոտենում ամեն դեպքում եւ նաև ընտրություններին երկար ժամանակ չէ մնացել։ Կարող ենք մենք ասել, որ Գյումրու Վաղաշապատի սցենարները եւ օրինակները ակտուալ կլինեն նաև այդ համատեքստում, թե իրականում տիմ ընտրությունները այլ տրամաբանության մեջ են համապետական ընտրություններում։ Ցավոք սրտի այո։ Ցավոք սրտի եւ Գյումրու տարբերակը ունի կյանքի իրավունք եւ Վաղարշապատի տարբերակը։ Երկու դեպքում էլ մենք խոսում ենք բևեռացված ընտրությունների մասին եւ բևեռացված հասարակության մասին։ Երկու դեպքում էլ ցավոք սրտի երկու դեպքն էլ կյանքի իրավունք ունեն եւ 2026-ին երկուսից մեկին մենք ականատես կլինենք վստահաբար։ Ինչու՞։ Այստեղ էլ պետք չի ոչ հեծանիվ հորինել, ոչ լուսին հայտնագործել,
որովհետև առողջ քաղաքական ուժերը իրենց քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում։ Բոլորին է վերաբերվում, բոլորին։ Երբ որ կա հնարավորություն համախմբվելու, միասնական ճակատ կազմելու եւ բևեռ դառնալու, մարդիկ զբաղված են հաճոյանալով, զբաղված են աշխարհաքաղաքական նպատակներ իրենց առաջ դնելով ու սահմանելով։ Իսկ ինչ պիտի անեն։ Գուցե դա էլ է վերջնարդյունքում վերջնանպատակին հասնելու ճանապարհ, օրինակ, հարթել քաղաքացիական պայմանագրի համար սահուն ընթացք դեպի ազգային ժողով։ Գուցե սա տեղավորվում է այս բանի նպատակի մեջ։ Եթե այս նպատակի մեջ է, օքեյ, ես հասկացա իրենց կամ հասկանում եմ իրենց։ Եթե նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու ժողովրդին ծառայելն է ու իրական այլընտրանք ձևավորելն է, այստեղ պետք է բոլոր մանր ու միջին տարակարծությունները դրվեն մի կողմ, ամեն մեկը իրան իր կոստյումի մեջ վարչապետ չպատկերացնի, միասնական ճակատ կազմեն, նպատակներ սահմանեն, բևեռ դառնան, գնան ընտրությունների։ Հակառակ պարագայում բևեռներ կան արդեն իսկ։ Քոչարյանական բևեռ կա, ձևավորների ու անձևների բևեռ կա, շատ փող ունեցողների բևեռ կա, լիքը բևեռներ կան, պրոռուսական։ Եվ կա իշխանություն։ Հիմա կամ պետք է համախմբվել իշխանության շուրջ, իսկ այս պարագայում միջև այս պահը, որ մենք խոսում ենք։ Քաղաքական դաշտը, եթե մենք դնում ենք եւ փորձում ենք այդ puzzle-ը հավաքել, այս իրավիճակում ամենախելամիտ ճանապարհը իշխանության հետ, իշխանությանը թույլ չտալ, որպեսզի իշխանությունը վերցնեն պրոռուսական եւ 5-րդ Շարասյան ուժերը։ Ոնց իշխանության հետ համախմբվելով եւ միավորվելով։ Եթե չեն կարողանում իրենց մեջ լեզու գտնել, համախմբվել, բևեռ դառնալ, ապա սա է ճանապարհը։ Հակառակ պարագայում ձայն փոշիացնող են։ Հակառակ պարագայում ձայն փոշիացնող են։ Գյումրին եւ Վաղարշապատը ձեզ օրինակ։ Ես սա ասում եմ Վաղարշապատում իբրև թեկնածու։ Ցավոք սրտի, ցավում եմ ես 1241 քաղաքացու տված կվեն դարձավ փոշի։ Ինչու՞։ Չգիտեմ։ Բազմաթիվ հանգամանքներով պայմանավորված։ Մի օր գուցե առիթ լինի այդ հանգամանքներից էլ խոսեմ, բայց այս փուլում ես զերծ կմնամ։ Կարծում եմ մեր հայրենակիցները մեկնաբանությունների դաշտում նաև կգրեն թե ինչու։ Ես բոլորի տեսակետներն ու դիրքորոշումները իրականում հաշվի եմ առնում։ Ի տարբերություն որոշ մարդկանց ես դասեր եմ սիրում քաղել։ Ես սիրում եմ դասեր քաղել։ Ես սիրում եմ կյանքի տված դասերը սերտել, իմ սխալների վրա սովորել։ Երկրորդ անգամ այդ նույն սխալը չիրականացնել։ Հիմա ով ինչպես կուզի, թող այդպես էլ հասկանա։ Մեծ հաշվով ինձ չի էլ հուզում, ով ինչպես կհասկանա, ով ոնց կհասկանա, սրտի որանկյունին կդիպչեմ կամ թե չեմ դիպչի։ Իրականությունը սրանից չի փոխվում։ Ինչ հետևություն պիտի անի նաև ընտրողը, պարոն Մկրտչյան, որովհետև լուրջ խնդրի մասին եք խոսում, որ չի ձևավորվում ըստ էության այդ այլընտրանքային։ Ընտրողը պետք է այդ բևեռացված ընտրություններում ընտրություն կատարի սևի եւ սպիտակի միջև, ընտրություն կատարի չարի եւ բարու միջև։ Ցավոք սրտի մենք ունենք այս իրավիճակը, եւ ես այս իրավիճակից բխող իմ որոշումը կայացնեմ եւ 2026 թվականին ընթառաջ վստահաբար մեր հայրենակիցներին չեմ հիասթափեցնի։ Իսկ առողջ քաղաքական ուժերին հորդորում եմ ուղղակի մի կողմ դնել այդ տարակարծությունները ու միավորվել, եթե ունեն իրենք այդ քաղաքական կամքը եւ եթե իրավամբ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին են ծառայում եւ Հայաստանի Հանրապետության համար որևէ լավ բան են ուզում անել։ Հակառակ պարագայում պետքա կոչ անեմ ժողովրդին, որ ձայն չտան ձայն փոշիացնողներին, ձայն չտան այն ուժերին, ովքեր վերջնարդյունքում անելու են այն, ինչ որ բոլորս գիտենք, թե ինչ են անելու։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, կհանդիպենք։